Բարևձեզ, ձերարիստներ, ուրախ եմ ինձ հետ գտնվի շատ հատուկ գյուրմը դիգին Նինա Գարաբեդյան, իրավապաշտպան։ Բարևձեզ, ինչպես եք։ Ողջույն։ Դե երկրի վիճակին համարժեք։ Ինձ թվում է բոլորը հիմա ովքեր Հայաստանում են կամ Հայաստանից դուրս են, նույն հոգեվի եւ ադեկվատ են, նույն հոգեվիճակում են։ Շատ ճիշտ է, սակայն զարմանալի է, որ դակավին մանավանդ սպիրկեն եկածները կարծես այդ մեկը չդսկար, դիգին Նինա իրավական կետնիվատուկ իրավակետ եք։ Լսվեցավ ես դակավին լավ չլսեցի չեմ ուզել մեղքի մեջ մտնել, սակայն վերլուծություններ կան եւ նմուշներ կան, այսպես նշումներ կան, որ Վարշավետ Փաշինյանը ասած է, որ թե հա, Թուրանը որ կդարվի, ինչ կա որ։ Արդյոք այդպես ասած է եւ համատրական իրավական բեզության կողմի այդպեսի հայտարարությունը ինչպես կգնահատեք դուք իբր իրավական իրավապան։ Բազմաթիվ, ես միայն մեկ հայտարարությանը չի անդրադառնա, առհասարակ բազմաթիվ հայտարարություններ, որոնք անում է Նիկոլ Փաշինյանը, իրենք ուղիղ իմաստով հակասահմանադրական են եւ եթե մենք իսկապես ունենայինք համակարգ, արդարադատության համակարգ, գլխավոր դատախազություն ունենայինք ազգային անվտանգության ծառայություն, ունենայինք ազգային ժողով, բոլորը միաձայն պիտի լծվեին այս մարդուն պաշտոնից հեռացնելու, որովհետև այնինչ անում է այս մարդը, դա ուղիղ իմաստով հակասահմանադրական, հակաիրավական, դե հակաբարոյական գործողություններն են մի կողմից, որովհետև շատ կարևոր է, որ երկրի ղեկավարի առհասարակ որևէ պաշտոնյայի նկարագրի մեջ բարոյականությունը շատ կարևոր հատկանիշ է, եւ երբ որ մարդը չունի գոնե նվազագույն բարոյականություն, անշուշտ դա մեծ լուրջ խնդիր է պետության ու պետականության համար, անվտանգության համար, բոլոր իմաստներով լրջագույն խնդիր է, բայց այն գործողություններ ուղիղ իմաստով հակասահմանադրական են եւ քրեորեն հետեւաբար պատժելի են, դա հաստատապես կարելի ասել եւ դա միայն ես չեմ ասում, դա միայն ընդդիմադիր եւ անհամաձայնները չեն ասում, հիմա արդեն այն կարգի հակասահմանադրական գործողություններ անում, որ անգամ իրեն սատարող քաղաքասարակության ներկայացուցիչներ, ինչ որ անհատներ ստիպված են լինում կամ լռել, որովհետև ասելիք չունեն, որովհետև չեն կարող պաշտպանել, կամ ստիպված են արձագանքել, որ սա հակասահմանադրական գործողություններ են։ Կամ այսպես ամոթ գեսվածներ առնել կարծեմ թե չէ, այսինքն կամ որ իրենք կանտոդեն եւ գբաշխանեն Արամ Սարգսյան օրնագի համար, մեկ կողմեն գբաշխանե Դիկա Խզբանյանը կարծես ավելի խորաման է գամջարվի մի քիչ կնահատե, այսինքն Նիկոլական ճակատի մեջ այսօր խարխապումը գա չենք իր արեստական է, տերասանություն է, սակայն այն չէ ինչ որ է։ Հակասական վիճակ։ Պատկերացրեք ինչ Նիկոլ Փաշինյանը իր գործունեությամբ վնաս է տալի ոչ միայն պետականությանը, դա մի կողմից, մյուս կողմից ինքը շատ վատ վիճակի մեջ է դնում իրեն ինչ պատճառներով սատարող մարդկանց։ Պատկերացնում եք մարդիկ, ովքեր նույն Արամ Զավենի Սարգսյանը, մարդա, ով իրեն ներկայացնում է որպես կամ կուլտա, այն ամեն ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը արդեն ինչքան ժամանակ է, օրինակ եկեղեցու հետ կապված խնդիրները, այդ անպարկեշտ հայտարարությունները, այդ անպատասխանատու եւ հակասահմանադրական նաեւ գործողությունները, ես չեմ տեսնում այդ արձագանքը ի սատարումն եկեղեցու, օրինակ Արամ Զավենի Սարգսյանի, ես չեմ հասկանում, կամ կեղծ հավատացյալ են, կամ կեղծ լիբերալ են, կամ բոլորը միասին են։ Շատ հետաքրքրական է դիգին Նինա, այսօր Հայաստանի մեջ շատ մեծ մտավախություն կա եւ իսկապես ճշմարիտ անգլերենով համար ես ավախցումները մեկը եմ, որովհետեւ եթե Հայաստանի մեջ Սամվել Գարաբեյանին գշիրկով ուժեղ մարդը ես հիշեցնում եմ մի քանի տարի առաջ որ շատ ուժ բայկար կար նախկին նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարոն Զարուգյանին միջև այս անգամ ուժեղ էր որ ինքը եկավ եւ միջամտեց եւ ես Լիբանանին այսպիսի գարձիկ ունեինք որ Հայաստանի իսկական ամեն ուժեղ անձը Սամվել Գարաբեյանն է բարոն Սամվելը Եթե այս գշիրկի մարդուն այսպիսի հարցակում կհարցակի, այսքան համարձակ եւ հանդուգն մենք մեզ ինչ կպաշտպանի, եթե իրավականներն մեզ չի դիգնան պաշտպանել, այսինքն մենք շատ մեծ խնդիր եւ պետք է սկսենք ինչ կգուզեն իմ նման բլոգերները ինչ խորհուրդ կտակ այս բարակային Խորհուրդ կտամ չհանձնվել, չհուսահատվել, հայրենիքից չնեղանալ, որովհետև հայրենիքից չեն նեղանում, որովհետև բոլոր իշխանությունները ժամանակավոր են։ Հայրենիքի եւ Բարչատ Փաշինյանի շատ ուժեղ կզանազանենք, նույնիսկ սա հակասելու իրարու, հրամեցեք։ Այդ շատ կարևոր է, որովհետև ինքը Փաշինյանը իրան նույնականացնում է պետության հետ, դա այդ մանիպուլա եւ իր այսպես ոնց որ ես եմ ասում ռոպագանդիստները եւ սազանդարները
ամեն ինչ անում են հասարակությանը մոլորության մեջ պահելու համար, տպավորություն ստեղծելու, որ պետությունը եւ իշխանությունը դա նույն բանն է, դա նույն բանը չի, եւ հետեւաբար մեզանից յուրաքանչյուրը ուղղակի պիտի իր ուժերի չափով փորձի դիմադրություն ցույց տալ, առնվազն գոնե չվախենալ ու շարունակել խոսել ու մարդկանց բացատրել, թե իրական իրավիճակը որտեղ է։ Շատերը գիտեք բան են անում Հայաստանում տենց, չգիտեմ, երևի ընդունված է, որ անձի հետ կապված, եթե ունեն անհամաձայնություն կամ սիրում են մարդուն, չեն սիրում մարդուն, ինչ որ վերապահումներ ունեն, մնացածը արդեն կարևոր չէ, օրենքը խախտվել է, թե չէ։ Ես Սամվել Կարապետյանի հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ, ես չեմ կիսում իր գաղափարները, ես մեծ վերապահումով եմ վերաբերվում հատկապես Ռուսաստանի, թող ներեն ինձ Ռուսաստանում ապրող պարկեշտ մարդիկ ու գործարարները, բայց ես չեմ հավատում, որ Ռուսաստանի Դաշնությունում կարելի է առանց հատուկ ծառայությունների հետ փոխկապակցվածության մեծ գումարի տեր դառնալ, մեծահարուստ դառնալ։ Ես չեմ հավատում դրան։ Եվ այս իրավիճակում ինձ համար իր անձը շատ այսպես, ես մեր վերապահումներ ունեմ իր այդ կապած։ Սակայն ես սկսա դաշիկ բծային, ցեզիչել պիցա վսպորել։ Ինչ Հա, որ չէ՞։ Հայաստանում ինադու եջուգես։ Այն որ իր իրավունքը խախտվել է եւ խախտվել է, գիտեք, անհավանական ձևով է խախտվել, դա փաստ է։ Այն որ այսօր Սամվել Կարապետյանը ես համարում եմ իրեն քաղաքական հետապնդման զոհ, դա էլ է ինձ համար փաստ, որովհետեւ իր ասած խոսքը ես լսել եմ բազմաթիվ անգամ որպես իրավաբան եւ ասում եմ, պնդում եմ, որ իր ասած խոսքի մեջ չկար ոչինչ, ինչը կարելի էր վերագրել այն քրեական հոդվածի, որով իրան տարել են քրեակատարողական հիմնարկ, բանտ են տարել։ Տեսեք, շատ դեպքերում լինում են կալանքի ոնց են տանում մարդուն, կալանքի գործընթացը ինքը փակ է, մենք չգիտենք ինչի մասին են այնտեղ խոսել, ինչ ապացույցներ են բերել եւ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ հիմնավորումներ ու ապացույցներ են եղել, դրա համար օրինակ կալանքի հետ կապված ես միշտ խուսափում եմ ինչ որ գնահատականներ տալուց, բայց այս դեպքում փաստաբանները դուրս եկան ու հայտնեցին, որ բացառապես միայն այդ հարցազրույցն է եղել հիմքում կալանքի տանելու համար եւ դատախազությունն ու քննչական մարմինները չհերքեցին այդ ինֆորմացիան։ Եթե այլ ինֆորմացիաներ, այլ ապացույց լիներ, հաստատապես կարող եմ ասել, որ քննչական կոմիտեներ կամ չգիտեմ ով էր այնտեղ ներկայացնում դատախազությունը, մնացած բոլորը հաստատապես հերքելու են ու ասելու են, որ կան այլ ապացույցներ, ուղղակի մենք դա չեն կարող հրապարակել եւ դա նորմալ կլիներ, բայց ոչ ոք չհերքեց։ Հետեւաբար այդ կալանքի հիմքում դրված է միայն հարցազրույցը, իսկ միայն այդ հարցազրույցի հիման վրա մարդուն առհասարակ քրեական գործ հարուցելը, մեղադրանք առաջադրելը, առավել եւս կալանքի տանելը, դա արդարադատության դեմ տեղի ունեցած հանցագործություն է։ Սա այդ նույն բանն է, ինչը մենք տարիներ շարունակ տեսել ենք նախորդ հանցավոր ռեժիմի ժամանակ։ Բազմաթիվ գործերով եղել են հրահանգներ, անցանկալի մարդկանց տարել են կալանքի, որպես պատժելու տարբերակ։ Նույն բանը, ես ապշած եմ, ոնց կարելի է այսքան պարզ բանը չհասկանալ ու շարունակել սատարել Նիկոլ Փաշինյանին ու իր խմբին ու ստեղծել երկրում իրավիճակ, որտեղ յուրաքանչյուրս, ես ասում եմ, այլևս յուրաքանչյուր մարդ կլինի լրագրող, կլինի արվեստագետ, կլինի, չգիտեմ, ուսուցիչ, չգիտեմ, կրոնի ազատություն, այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի համար այլևս կարևոր չի, սահմանադրությունը կարևոր չի։ Դինիրա, մենք այսինքն ես բլոգերները մենք ուրեմն մենք միս կնանք լեզունից սբրտի եւ այդպես արդարություն ունենանք։ Իհարկե մենք ասված չենք եւ սխալական Քրիստոս էս ասել որ ան որ չի սխալեցավ քարնեդե։ Սակայն այս բարակային ուրեմն մենք փոքր քարնեդողին այսինքն բեչե դուք օրնագամար իրավաբանները կակ եւ պետութենեն բանջեք ավելի ճիշտ իշխանութենեն իշտեսիկ իշխանության եւ pedagogical շփոթումը մոլորումը սպիրկեն այգած է բայց Փաշինյանի զինագիստները ինձ երեսից կզարնեն ունենք pedagoganամեդ Մորնալամ որ ես եւ դուք եւ բոլոր ինտիմատիվներ եւ ժողովուրդը 10 միլիոն պետություն եք մենք բոլորս է պետության մաս կգազմենք իշխանություն եւ ինտիմություն հիմա բեչե դուք իշխանութենեն բանջեք բարդատիր որ մեզի թող բերեն մանյուալ ցուսմոնք Միատ մանյուալ որ ինչ կարող են գսել ինչ կարող չեն ասել եւ քանյան կամ գնան գսել որտեղ մենք բոլորս բիդի վրիբինգ եթե իշխանությունը այսօր at ոգյով բիդի վարվի մենք բոլորս փանտ կերտանք անխուսափելի է սա Այնը կարգավորվում է օրենքով։ Մենք օրենք
օրենքներ ունենք, գուցե ոչ բոլոր օրենքներն են շատ լավը, գուցե ինչ որտեղ թերացումներ կան այդ օրենքների մեջ, բայց եթե իշխանություն առաջնորդվի հենց օրենքով, մենք շատ նորմալ ու լավ ու կայուն պետություն կարող է իրավական պետություն կարող ենք ունենալ։ Այսինքն եթե մենք թույլ տանք, որ ամեն իշխանություն գա ու իր սահմանները դնի մեզ ինչա կարելի, ինչա չէ, Այո։ որևէ մեկը իրավունք չունի, թե ես, թե դուք, թե Նիկոլ Փաշինյանը, թե իր պրոպագանդիստները, որևէ մեկը իրավունք չունի դուրս գալ օրենքի սահմաններից, եւ եթե օրենքի խախտում է տեղի ունեցել, յուրաքանչյուրս պիտի պատասխանության ենթարկվենք։ Այլ հարցը նրանումն է, որ կան մարդիկ, ովքեր, տեսեք, ինչու են շատ-շատերը այսպես կախվում իշխանությունից, հա, ձգտում գալ իշխանության, որովհետև երբ որ դու իշխանության ես, դու պաշտպանված ես։ Այսինքն իրանց պաշտպանվածության միակ երաշխիքը, գարանտը, դա իշխանության լինելն է։ Դա է պատճառը, եւ քանի որ մեծ մասը ճնշող մեծամասնությունը բարոյական նորմերի կրողը չեն, պետականության չեն զուտ, իրանց օրվա անձնական խնդիրները լուծողներն են, ու իրանք այդ տարբերակով են տեսնում խնդրի լուծումը։ Դա պատճառը, որ մենք հայտնվում ենք անդադ այս վիճակում։ Ու ելի պիտի ասեմ, որ բացառիկ կարևորություն է օրենքների կատարումը, բայց ոչ թե քմահաճությամբ ու ոնց որ նպատակահարմար կգտնի ինչ որ մի անձ, այլ այնպես, ինչպես որ օրենքն է դա պահանջում։ Եթե մենք լինենք օրենքի երկիր, նորից պիտի ասեմ, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցներից բազմաթիվ մարդիկ, ովքեր իրանց թույլ են տալիս, օրինակ, մարդու վրա թքել ու անպատիժ մնալ, թույլ են տալի ազգային ժողովում կամ ազգային ժողովից դուրս սեռական բնույթի հավյանքներ տալ ու անպատիժ մնալ, իրենց թույլատրված կոռուպցիայի, ահավոր կոռուպցիայի պատմությունների մեջ ներգրաված լինել եւ լրագրողները դրա վերաբերյալ նյութեր են տալիս, բայց չգիտես ինչի քրեական գործեր իրանց վերաբերյալ քրեական գործ հարուցված բազմաթիվ էլի կոռուպցիոն ռիսկերով դեպքերի հետ չկա այնքան ժամանակ, քանի դեպք իրանց հետ վարվելու է։ Այնպես ինչպես վարվեց Հովիկ Աղազարյանի, իր ամենանվիրյալ մարդկանցից մեկի, պատգամավոր ԿՊ-ի Հովիկ Աղազարյանի, որը պատերազմից հետո երևի այն հատուկենտ քիչ մարդկանցից է, ով իր արժանապատվության գնով, իր, չգիտեմ, անվտանգության գնով եթերից եթեր էր վազվզում ու պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական, հակաիրավական եւ հակաբարոյական արտահայտություններն ու գործողությունները։ Բայց բոլորս տեսանք, թե ինքը Հովիկ Աղազարյանի հետ ինչպես վարվեց։ Հիմա այս մարդիկ բոլորը, ովքեր որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի այս պահի հակասահմանադրական գործողությունները, պիտի հասկանան, որ դա չի վերաբերվում միայն մեզ։ Ես էլ գիտեմ ինձ ինչի համար կարան կալանավորեն, որտեղ ես անընդհատ խոսել եմ։ Ես նախորդ իշխանությունների ժամանակ էլ եմ խոսել, իրանց ժամանակ էլ եմ խոսում, հաջորդի ժամանակ էլ եմ խոսալու։ Ես գիտեմ իմ գործողությունների համար եմ անելու, բա դուք հարց չեք տալի, որ բա դուք ինչի համար եք պատժվելու։ Բայց իրանք պատժվել են, որտեղ կյանքը բումերանգի նման է։ Ինչ շպրտում ես, դա քեզ շպրտեց անբարոյականություն պաշտպանելը ու ինքը ստացավ աննկարագրելի չափի անբարոյականություն իր վերաբերյալ իր նկատմամբ։ Ու սա բոլորի մասին։ Դին Նինա, yani ինտերնետը մի քիչ վադե որ շատ կարևոր գետնը հիմա դրիկ մադը մերկի վրա։ Որ մեկ անց որ գհեդեվի Վարչավետ Փաշինյանին ջանաբարին ես որ հետևած եմ ամեն ուշին հարվածները գստան իրեն մոդիկները հիշենք Էդմոն Մարուկյանը որ մի հատ պրունցկով հարվածը գերավ եւ գիտե հիշենք որ Անդրանիկ Ծալուկյանի խփագին դվին եւ իրեն փորձեցին դուրս նել այսօր ինչպես որոսիկ Հովիկ Աղազարյանը եւ այլն Վարչավետ Փաշինյանի պատմության մեջ իր զինագիստներ ամեն ուժը հարված գուտել էսպիրկի զինագիստները նույն տիրքի մեջ են Վարչավետ Փաշինյանը որ զինակցած է այլ երկու ուժերով այդ էսպիրկի մեջ հայտարարեց որ բոլորից արվածը տաշնակցական է այսինքն մի կերպով մյուս երկու կուսակցություններուն հարվածեց ինչ խորհուրդ կտաք այս բոլոր զինագիստներուն Սպիրկին, որ ես անդեղերի գացեմ եւ Հայաստանին չեք ուզեր խրադել խորհրդար որ սկուշեք Վարչավետ Փաշինյանի հետ կայելը վտանգավոր է այլ ավելի քեշ իր մոդիկներուն հարվածելու սովորություն կա բոլորը ովքեր ինչ որ ժամանակում սատարել են փորձել են աջակցել 18 թվականից հետո Նիկոլ Փաշինյանին ազնվորեն անկեղծորեն հավատալով որ այս մարդը եկել է փոփոխություններ բերելու շատ շատերը անկախ իրանց
կրոնական համոզմունքներից, իրանց կուսակցական համոզմունքներից ու մնացած բոլոր համոզմունքներից բոլորը լծված են եղել առաջարկներ անելով, շատ հարցերում օգնելով, շատ դեպքերում այնպիսի գործողություններ, որոնք այլ պարագայում դու չէիր անի, ես ինքս անձամբ լծված եմ եղել այդ process-ի մեջ, բայց ես ի տարբերություն շատերի ավելի շուտ եմ հասկացել, որ այս մարդկանց ցանկությունը փոփոխության գնալու բոլորովին ցանկություն չունեն փոփոխություններ գնալ, որտեղ իրանց փոփոխությունը պետք չի, իրանց մեծ իմաստով պլանը լրիվ ուրիշ է։ Հիմա բոլոր մարդկանց, ովքեր հիասթափվել ու հուսահատվել են Նիկոլ Փաշինյանից, իրանք ուղղակի պիտի իմանան բոլոր ժամանակների իշխանությունները իրանք ժամանակավոր են։ Կան կուսակցություններ, որոնք, չգիտեմ, 100 տարվա պատմություն ունեն, ավելի շատ տարվա պատմություն ունեն։ Այդ կուսակցությունները իրենց գոյության ժամանակում տեսել են, քանի Նիկոլ Փաշինյան են տեսել, էլ ազնիվ լինենք։ Ինչ դժվարություններ են տեսել, ասում Նիկոլ Փաշինյանի նմաններին են տեսել։ Շատ դժվար պայմաններում են գործել, աշխատել, ամենաոչ նպաստավոր պայմաններում են եղել եւ մեծագույն դժվարություններ են հաղթահարել ու չեն կոտրվել, չեն հիասթափվել ու չեն հուսահատվել։ Սա ուղղակի մեր համար փորձություն է, բոլորիս համար է փորձություն, մենք այս փորձությունը պիտի անցնենք, որովհետեւ ես ներքին ու խորին համոզմունք ունեմ, որ պետություն կառուցելու համար դու գին ես վճարում։ Մենք գինը ես համարում եմ, որ վճարել ենք, ամբողջությամբ վճարել ենք, դա եւ մեր չգիտեմ, երիտասարդների սերունդի կորուստներ եւ Արցախի կորուստներ եւ մնացած ամեն ինչի, մեր հիասթափության, մեր ցավը, չգիտեմ, այս ամեն ինչ իրար հետ մենք վճարել ենք, հիմա եկել է ժամանակը, որ մենք պիտի սկսենք արդեն կառուցել, ոնց որ ասում են, իջեն կա քարերը շախտալու ժամանակը ու քարերը հավաքելու ժամանակը։ Այ մենք այդ ամեն ինչի գինը վճարել ենք եւ շատ մեծ հիմարություն կլինի եւ անպատասխանատվություն կլինի, եթե մենք այս պահին չսկսենք բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով, որտեղ ի վերջո շատերիս մոտ սկզբունքային հարցերի վերաբերյալ կա համաձայնություն։ Հիմա ես չեմ կարծում, որ մեր ավանդական տարբեր կուսակցությունների բացի պետականություն ունենալուց, այլ անկախ սուվերեն պետականություն ունենալուց ուրիշ հիմնավար գաղափար կարա լինի, հա, կամ ուժեղ պետություն ունենալուց զատ ուրիշ գաղափար կարա լինի։ Այսինքն կան կարևոր բաներ ձևերի մեջ, տարբերակների մեջ, իհարկե կարող են լինել տարաձայնություններ, բայց դա շատ նորմալ է։ Իմ պատկերած կուսակցությունը Սնչակյան կուսակցությունը գուզեմ իշխեցնելը, որ Լիբանանի մեջ բայկարած է թե ֆրանսիական քաղաքացիության դեմ, դեալ իր օրով ինքը մասնակցած է դավալելու բոլշևիկ բռնական Բաշար Ասադին դեմ թիմատրող ուժերն եղած է Լիբանանի գերիշխանության պաշտպան Սնչակյան կուսակցությունը գմախնենք որին ուղեկիցին վերադառնա Հայաստանի մեջ Դիգինինա բիդի թեզմեն օկտիմիզեր մասնակցական գարձիկեն երկու դեպքա որ իմ շատությունից գրաված է որ Նոսեփ Խուշոդյանը զարմանալիորեն այսպեսի Անհասկանալի թափն պատասխան ասկային ժողովրդական Բևելի բարոն Վահեն Կասպարյանի հետ նկարի համար ինչպես վտանգավոր է իրավիճակը Բարոն Գալ Ղազարյանը Facebook-ի վրա տեսա որ իր վրա հարցակոնները մի քանի ժամվա ասածերգումի ընդարգված են իրեն վրա ուժեղ հարցակում կոդած նկարდეს ասացապելի Գալ Ղազարյանը այդպեսի կեդին բարգած Ուղղակի մեր իսկացումները վիրավորող ինչ կսեք այս երկու զարմանալի իրավիճակներում մեջ որ մեր թադական այսինքն մեր թադական արժեքը վնաս կտեսնի դեպավորության այս ընթացքին Պարոն Ղազարյանի հետ դեպքը նոր է տեղի ունեցել ինձ թվում է ինչ որ բան Չէ երկու տարի առաջ հարցակեցան վրա հասկացա Հիմա գրած է որ իր բացառությունը ընդարգվեցան Իր ասացի վերաբերյալ, իր հարցազրույցի վերաբերյալ քրեական գործը անմիջապես հարուցվեց, մեղադրանք առաջադրվեց եւ հիմա գործը ընթանում է, բայց ոնց հասկանում եք իր վրա հարցակվելու իրան բռնության ենթարկելու գործով, ոնց որ միշտ, ոնց որ բոլոր ժամանակներում Նիկոլ Փաշինյանը նոր չի, դա նորարարություն չի, այդ գործերը չեն քննվում ու գնում են, չգիտեմ, անհաշվելի ժամանակով։ Նույնն էլ Վահե Գասպարյանի հետ կապված գործը, տեսեք, եթե մենք ունենայինք արդարադատության համակարգ ու ես արդեն 18 թվականից քանի տարի ոչ թե որովհետև դա ինձ հետ փոխկապակցված, ես սիրում եմ այդ համակարգը, դա իմ կյանքի ճնշող մեծամասնությունը անցել է հենց այդ համակարգի հետ համագործակցելով, կռիվ տալով,
Ես հասկանում եմ, որ դա այն ուժն է, որը, տեսեք, գործադիրը ժամանակավոր է, գալիս է որոշակի ժամանակով հեռանում է, օրենսդիր դատության համակարգը ինքը այն կայուն համակարգն է, որը պիտի նաև բալանսավորեր ու թույլ չտար, զսպող ուժ պիտի ունենար նաև, որպեսզի այսպիսի գործողություններ չլիներ։ Եթե դու չունես արդարադատության համակարգ, քո երկրում ամեն ինչ կարող է տեղի ունենա, սկսած դավաճանությունից, վերջացրած ապօրինի հետապնդումներով մարդկանց։ Եվ ես կարող եի ասել, որ եկեք սպասենք արդարադատության համակարգին, ինչպիսի որոշում կընդունի դատարանը, բայց ես համոզված չեմ, որ այդ բոլոր գործերով իշխանությունների հետ, ովքեր ծառայություններ են մատուցում այս իշխանություններին, իրենք բոլորը կարողանում են բենեֆիտներ ստանալ ու տեսպես բարեկեցիկ ապահովեն իրենց գոյությունը։ Գրգի բարև, այսօր ինտերնետը մեզի շատ դեշ կվարի մեզի հետ, դիգինինա, ուրիշ մասնակիտան գարջիկմը իսպիրկեն ժամանեցին վարշավետ պաշինանի զինագիսները և մեզի զարմանալի դեսություններ հարաճ կիշեցին, սակայն նախ կուզեմ ողջունել բարոն Հարություն Սասունյանը, որ մասնակիտական իր փորձառու և փորձագետ կերպով հոդվածավորված մանրագրի պատադրեց։ Ուզեմ նաև ձեր մասնակիտան գարջիկը Հայաստանի մեջ օրենք մգա, որ ավտոսարքողը և փոչողը քաղաքականության իրավունք ունի խառնվելու, վարորդը ոչ, չեմ գիտեր, մանկաբարձի ուսուցչուհին այո, նախագահտարանի ոչ, եւ գերական այդ շարքին պատկերը, որ իրեն չի իրավունք չի գա, որ ինքը քաղաքականությամբ սպառվի։ Արդյոք Հայաստանի մեջ որոշ ոլորտների իրավունք ունի միայն քաղաքականությամբ սպառվելու եւ դժբախտաբար գերականները այդ իրեն մեջ չեն ունենալ։ Տեսեք, մենք մեր օրենսդրության համաձայն կրոնական խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենք ունենք, որի եթե չեմ սխալվում 18-րդ հոդվածը շատ հստակ ասում է, որ մարդիկ իրավունք ունեն մասնակցություն ունենալու եւ ազատ լինելու այս process-ների մեջ։ Այլ խնդիր է, որ ես ինքս մի փոքր վերապահում ունեմ, ոչ թե օրենքով արգելված։ Ես էլ եմ կարծում, որ մարդիկ պիտի եթե ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, հատկապես եթե ունեն կապույտ անձնագիրը եւ ապրում են Հայաստանում, առավելապես իրենք պիտի հետաքրքրված լինեն եւ ակտիվ լինեն այդ քաղաքական process-ների մեջ, բայց օրինակ ինձ մի տեսակ դուր չի գալի, երբ որ սքեմով մարդիկ քաղաքական ճառեր են ասում։ Ինձ անձնապես ոչ թե դա օրենքով արգելված է, այլ մի քիչ չգիտեմ վերապահումներ ունեմ։ Տեսեք, նույն տրամաբանության մեջ ես օրինակ ասում եմ, որ ինչ որ չգրված կանոններով էս։ Լավ, Իդնասի քաղաքականության բավական ցեզ օգնեցինք մեր մասնակիտական հարցադրումներով։ Վարչապետ Փաշինյանը գնաց Թուրքիա։ Ինչպես կգնահատեք, արդյոք արևելի զիջումներու մենք կերտանք եւ մենք պետք է սպասենք բադակույնը, մանավանդ որ շատ ուրախ էր երևույթին այդ այցելությամբ, սակայն հաջորդ օրը մեզի դեսավ նույն անարգանները, վատանարգանները, որ 50 երկիր բանջած են, որ Հայաստանի մեջ 300,000 ազերի վերադառնա եւ Հայաստանին կմեղադրեն, որ հերիք այլևս խաղաղության process-ը խանգարես։ Մի խոսքով Հայաստան ինչքան ցածր է եղել։ Երգի բարև, այսօր ինտերնետը մեզի կպսիկ տեխտրեմ հրամեցեք։ Հա, իմիջիայլոց ինտերնետի հետ կապված Սամվել Կարապետյանի հետ ասում էին, որ պիտի գույքից զրկեն, որովհետև էլեկտրոցանցը լավ չի աշխատում։ Օրինակ Երևանում բազմաթիվ օգտատերեր դժգոհում են նաև ինտերնետից, բայց չգիտես ինչի ոչ մեկ այս պահին կալանավորված չի ու ոչ մեկի բիզնեսը ձեռուց խլելու հարց չի բարձրացվում, թեև մենք արդեն ամիսներ շարունակ այդ խնդիրը ունենք։ Իմիջիայլոց, էլի հիշեցի։
Հարցը, որ խնդրեմ մի հատ էլ կհիշեցնեք, վերջին հարցը կար։ Իհարկե, Վարչապետ Փաշինյանը ըստ երևույթին շատ ուրախ էր Թուրքիայից, սակայն հաջորդ օրը Հիշեցի, Թուրքիայի հետ կապված։ Հիմա երբ վարչապետ Փաշինյանը ամեն անգամ գնում է Ռուսաստանի Դաշնություն եւ մեզ բոլորը համոզում են, որ գնում այնտեղ հարաբերություններ շտկելու, գնում այնտեղ Հայաստանի համար ինչ որ լուրջ ինչ որ բաներ, ձեռքբերումներ բերելու, ու ամեն անգամ մենք բախվում ենք տարբեր տեսակի, ինչ ասեմ, ոչ քաղաքական, հա, ոչ բարոյական, ոչ գործընկերային դրսևորումների, հիմա նույն տրամաբանությամբ մենք հարցնենք Նիկոլ Փաշինյան, որ գնացիր Թուրքիա եկար։ Շատ նորմալ է, մենք բոլոր հարևանների հետ պիտի ունենանք նորմալ մարդկային հարաբերություններ։ Բայց երբ որ դու գնում ես ու դրանից անմիջապես հետո այսպիսի հայտարարություններ են տեղի ունենում, դա ինչի մասին կարող է հուշել։ Հատկապես երբ Հայաստանի Հանրապետությունից կամ հայաստանյան քաղաքացիներից կամ հայությունից առհասարակ գաղտնի է պահվում, թե ինչի մասին են խոսել, թե ինչ բովանդակություն ա եղել։ Մենք ոչ մեկս չենք հասկանում, թե Նիկոլ Փաշինյանի կարմիր գծերը որտեղ են, ինքը միջև որտեղ է պատրաստ զիջել, իսկ որ լսում ես, վերհիշում ես արդեն արված հայտարարությունները, սկսած ցեղասպանության ուրացումից վերջացրած հրամեցեք։ Մենք երբ տեսնում ենք ինչ պահանջներ է ներկայացնում մեզ Ալիևը, Էրդողանը եւ Ալիևը ներկայացնում են Ալիևի շուրթերով, որովհետեւ Ալիևը երևի ավելի քիչ փորձառու է, բանը Էրդողանը ավելի տենց խորամանկ աղվեսա փորձառու։ Մենք հասկանում ենք, որ բոլոր մեր սրբությունների, բոլոր կարևորագույն մեզ համար ելակետերի վրա դրվում է թիրախ։ Եվ Սփյուռքի հետ հարաբերությունները պիտի դադարեցվեն, որտեղ Սփյուռքը իրանց համար վտանգ է, եւ հայրաքելական եկեղեցին իրանց համար վտանգ է, եւ սահմանադրությունը իրանց համար վտանգ է, եւ հայկական սիմվոլները իդեմս Արարատի ու մնացած ամեն ինչ իրանց համար վտանգ է։ Այսինքն մեզ փորձում են եւ Նիկոլ Փաշինյանը մեծ ու պրոպագանդիստները իր թիմակիցները լծված են այդ process-ին, դու սկսում ես հասկանալ, որ ոչ մի լավ բան սпасել չի կարելի։ Նորից ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր հարևանների հետ պիտի ունենա նորմալ հարևանին բնորոշ հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ դա մեր տապալման արդյունքում պիտի լինի։ Իհարկե, ես հասկանում եմ, որ օրինակ Թուրքիան մեզանից շատ ավելի մեծ ու հզոր երկիր է, Ադրբեջանը, այսինքն մենք փոքր երկիր հարևանությամբ չունենք, ամենափոքրը մենք ենք այստեղ, բայց այդ բոլոր դեպքերում լինել փոքր, բայց կարողանալ պահել այդ նվազագույն շեմը քո հետաքրությունների, քո շահերի, քո արժանապատվության, իհարկե մենք պարտավոր ենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք, եթե այս մարդը չի վիճակի չի դա անելու, իրան ուղղակի պետքա ճանապարհել տուն, թող գնա զբաղվի գրառումներով Facebook-ում, ոնց հասկանում եք իր մոտ դա ավելի լավ է ստացվում։ Չէ, չնայած դա լավ չի ստացվում։ Դիգինիნა Կարապետյան, դակամյունին 6 րոպե, ուսամ ինտերնետը մեզ չի խանգարել, Թաշտեզ ազատ է, շատ հետաքրքրական բան ասեք, ասիկ որ խորհրդվիկ Վարչապետ Փաշինյանի զինագիստներում որ սկսուշ եղեք Վարչապետ Փաշինյանը ծեր բոլորին հախեն պիտի կա ուշ կամ գանուխ պիտի չի նշանակել։ Արդյոք Վարչապետ Փաշինյանի շրջապատի Թաշին այսքսած արդեն փլուզվել։ Նիտագամի 6 րոպե, խնդրեմ, հրամեցեք։ Բայց մի բան էլ ասեմ, հա, ճիշտ ասած ես դադարեցրել եմ, հա, ես դադարեցրել եմ շփումները իր թիմակիցների հետ, թե մեծ թվով մարդկանց ճանաչում եմ, որովհետև ես համարում եմ, որ եթե 20 թվականից հետո շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շարունակեցին արդարացումներ այս ձևով եւ 5 տարի շարունակում են արդարացնել ու սատարել Նիկոլ Փաշինյանին, այդ մարդկանց հետ խոսելու կամ ընդհանուր բան չունենք ու չենք կարող ունենալ, այդ մարդիկ մեր ապագան են կործանում։ Այստեղ շատ ավելի կարևոր է մյուս հարցը։ Այդպիսի ատելության խոսք, հա, head speech, որ տարածում է Նիկոլ Փաշինյանը, իր տիկինը, իր թիմակիցները, իրենք չեն հասկանում, որ դա շատ ավելի ծանր վիճակով վերադառնալու է իրանց։ Մեր հասարակությունը, չգիտեմ դրսից ոնց է երևում, բայց ներսից հասարակությունը հասել է եղման այնպիսի կետի, դժգոհության, այդ գիտեք, կարելի է ինչ որ բան չտեսնելու տալ, ոնց որ ասի, բոլորս էլ սխալական ենք, բոլորս էլ հնարավոր է ինչ որ պահի եւ հաստատապես սխալներ են գործել, ինչ որ բան լավ չենք հասկացել, ինչ որ բան ճիշտ չենք ընկալել, բայց այսպիսի հետեւողական ատելություն, որը տարածում է ամբողջ այդ թիմը Նիկոլ Փաշինյանի, սա չի կարող այդ նվաստացումը մարսել ժողովուրդը եւ ես մեծ մտավախություն ունեմ, որ այդ իր շպրտած ատելությունը ինչ որ պահի իրանա վերադառնալու, ես իրանց զգուշացնում եմ, փորձում եմ զգուշացնել, որ
դադարեցրեք այս process-ը, որովհետև դա ձեզ վերադառնալ է շատ ծանր ձևով։ Ես ուզում եմ տեսնել այս իշխանությունների դատավարությունը։ Ես չեմ ուզում տեսնել հաշվեհարդար։ Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իմանա, որ մենք ունենք եւ մենք կարող ենք արդեն պաշտոնյան պիտի իմանա, որ պատասխանատվությունը անխուսափելի է։ Այ հենց միայն դրա համար, ոչ թե վրեժխնդիր լինելու ինչ որ հարցեր բարձրացնելու, այլ հաջորդի եկող իշխանություններին ի պատասխան։ Մեր մնացած րոպեներն էլ ուղղակի պիտի ասեմ, որ Ժորժ ջան, ոչ մեկ թող չհուսահատվի, չհասթափվի։ Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, մենք բազմաթիվ կայսրությունների այսպես ճնշումների ներքո ենք եղել, մենք բազմաթիվ դավաճաններ ենք տեսել, մենք բազմաթիվ դժվարություն ու խնդիրներ ենք տեսել, մենք կանք, մենք լինելու ենք, ուղղակի այս իշխանության ամեն օր ավել մնալու արդյունքում մեր գործերը ուղղակի դժվարանում է, մեր դեպի լավը գնալու հնարավորությունները ոչ թե պակասում են, այլ այդ ճանապարհն է երկարում եւ դժվարություններն են ավելանում, թե չէ ես վարկյան անգամ չեմ կասկածում, որ մենք հնարավորություն ունենք անգամ այս դժվարին աշխարհակաղակական պայմաններում, իրավիճակի պայմաններում ունենալ նորմալ երկիր, նորմալ պետություն, նորմալ հարաբերություններ, նորմալ զարգացող տնտեսություն, արդարադատություն, մենք ամեն ինչ կարող ենք ունենալ, որտեղ մենք ամբողջ աշխարհում այդպիսի մասնագետներ ունենք։ Մենք բոլոր տեղերը ապացուցել ենք, որ մենք կարող ենք դա ունենալ եւ հետեւաբար Մենք ունենք դառնում 3 րոպե, ուսամա 3 րոպեն ինտերնետը մեզի գխնայ։ Հրամեցեք։ Իմ մոտ ձայնը լավ չի լսվում, բայց բոլորին ուժ ու համբերություն։ Դիգին Նինա Գարավետյան, շնորհակալ ենք ձեզ։ Դիգին որ հանդուկն է, արդար է եւ չի վախնան անվախ։ Ես ցերկատուշյանը չունիմ, խոստովանեմ։ Ես ցերկատուշյան կողորտը չունիմ։ Եղեք Դիգին Նինա Գարավետյանի մեզ հայրենասեր, խրոխտ, հանդուկն եմ անվախ։ Կողջունեմ ցերկատուշյանը, ես խոստովանեմ որ այդքան կապ չեմ։ Ամենան կապուշամ ասեմ որ ես ցերկատուշյանը չեմ վայելել։ Շնորհակալություն Դիգին Նինա։ Սերոթի ջիլեսեցի։ Ես հետո ձայնագրության մեջ կլսեմ իմ մոտ նորից ինտերնետի խնդիր կա։ Շատ լավ։ Բոլորին ցերկատուշյանը, ցերկատուշյանը, հատուկությունը եւ համարձակությունն եմ ողջունում։ Շնորհակալություն Դիգին Նինա Գարավետյանց։